Ազգային ժողովի նախկին փոխոցնակ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել եւ սպասվում են նոր զարգացումներ, իսկ ամենաուրախալին ըստ նրա այն կլինի, որ ի վերջո երկրում քաղբանտարկյալ չլինի, ինչը թե մարդկային, թե քաղաքական առումով բավականին լավ զարգացում է, իսկ մնացած զարգացումները Ռուբինյանի խոսքերով բավականին մշուշոտ են։ Հայտարարվել է, որ երկրում ձևավորվում է նոր մթնոլորտ, որ գնում է բաց դիալոգ, բայց մենք դեռ չգիտենք, թե վերջնանպատակը ինչ է այդ դիալոգի։ Կարապետ Ռուբինյանի համար մի քիչ կասկածելի է, որ այդ երկխոսության արդյունքում Սերժ Սարգսյանը կհամաձայնի հանձնել իշխանությունը։ Ըստ երևույթին ինչ-որ կոմպրոմիսների ճանապարհ է ընտրված, ձևավորված ապօրինի վարչախմբից օր առաջ ազատվելը բավականին մեծ հնարավորություն կստեղծեր կտրուկ դրական զարգացումների համար։ Իսկ ինչ վերաբերում է մինչև մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, ապա Կարապետ Ռուբինյանը հակված է վստահելու Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նման համոզմունք հայտնելու համար ինքը հիմքեր ուներ։ Ես հակված եմ, տեսնում եմ, որ ներկայիս գործընթացը, կողմերի քայլերը իսկապես կարծես թե բերում են դրան։ Ազգային ժողովի նախկին փոխոցնակը թեև կտրուկ փոփոխությունների կողմնակից է, սակայն հույս ունի, որ թավշահե փոփոխություններն էլ օգուտ կբերեն Հայաստանին։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, AFP